Ամռան մեկնարկը հուշում է ժամանակն է հանգստանալու, ինչպես օգտագործել ժամանակը, որպեսզի հանգիստը ծուլության չվերածվի։ Դպրոցներում և բուհերում դասերն ավարտվել են, ճիշտ ժամանակն է պլանավորելու ամառային հանգիստը։ Հանգիստ ասվածը յուրաքանչյուրի մոտ յուրովի է ընկալվում։ Ոմանք այն պատկերացնում են բազմոցին հորիզոնական դիրքով, մյուսներն ակտիվ հասարակական գործունեությամբ կամ արշավական հաճույքներով։ Ո՞ւս եք անցկացնում ամառը։ Լավ, շատ լավ։ Հասցնում եք համադրել համ հանգիստ, համ կրթություն մի փոքր, թե ամբողջ ամառը հանգստին եք տրամադրում։ Տրամադրում եք հանգստին։ Ես կարծում եմ, որ դա ամենաճիշտ տարբերակն է ամառը հանգստանալու։ Ամեն օր հեսերը ընկերներիս հետ տենցել է։ Պատկեր գիր կարդալ հեռախոսով, ընկերուներիս հետ դուրս գալ, ման գալ եւ գնալ ծով տանեցիներիս հետ։ Ինչպես կարելի է հանգստանալ, խորհուրդ ունեք։ Ինձ թվում է տանը ընկերների հետ, տանը ընտանիքի անդամների հետ եւ ընկերների հետ մեր շրջապատում։ Դասերից ու քննություններից հոգնած ուսանողները մեծամասամբ պասիվ հանգստի կողմնակից են, բայց կան երիտասարդներ, որոնք որոշել են արձակուրդներից առավելագույն շահույթով դուրս գալ։ Երրորդ կուրսի վերջում արդեն ուզում եմ աշխատել ամռանը, համ էլ փորձ ձեռք բերել։ Գնալու ենք աշխատելու։ Որտեղ։ Խանութներում։ Ես ամռանը պետք է աշխատեմ եւ անցկացնեմ իմ ամառը շատ հիանալի։ Ինչպես պլանավորել ամառը, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ։ Մասնագետի համոզմամբ մերօրյա երիտասարդները բավական հասուն են եւ կարող են ճիշտ որոշումներ կայացնել։ Հստակ գիտեն ինչ են ուզում, իրանք հստակ ունեն նպատակներ։ Կան ուսանողներ, որոնք ամառը, երբ որ խոսում ես, ասում են ինչ որ նոր գիտելիքներ կստանամ, կան ուսանողներ, որոնք ցանկանում են աշխատել, իսկ ինչու ոչ։ Դա տալիս է իրանց շատ մեծ ինքնուրույնություն, դա տալիս է սեփական եսը ճանաչելու, ավելի կայուն, ինքնուրույն լինելու, իսկ դա միայն ողջունելի է։ Մի փոքր ավելի բարդ է փոքրերի համար, երբ առօրյան պլանավորողը ծնողներն են, շատ հաճախ ծայրահեղություններ են պատահում։ Մոտեցում կա շատ ծնողների մոտ, որ ամռանը կարելի է հասցնել անել այն ամեն ինչ, որ երեխան տարվա ընթացքում չի հասցնում, կամ ինչ որ շատ հաճախ անում են հաջորդ տարվա դասընթացները, սկսել արդեն ամառվանից սովորել, որ երեխային հետագայում ավելի հեշտ տրվի, բայց ինքը ունի իր բացասական կողմը, ինչու, որովհետև երեխան կարիք ունի հանգստանալու։ Լիցքաթափում առանց պարտականությունների երեխայի հոգեկան առողջության համար սա պարտադիր հանգամանք է։ Միայն թե հաճախ հանգիստը վերածվում է ծուլության, ինչպես գտնել ոսկե միջինը։ Աշխատում ենք ավելի շատ զբոսնել, չեմ ուզում ավելի շատ համակարգչին տրամադրել, հեռուստացույց, հեռախոսներ, որտեղ ինձ թվում է այդ ամեն ինչը խանգարում է երեխաներին։ Հոգեբան Նաիրա Ազատյանը գտնում է, որ ծնողավարությունը հեշտ գործերից չէ, բարեբախտաբար միշտ կարելի է լսել մասնագետի խորհուրդը։ Ապացուցել եմ, որ երեխայի տագնապը եւ լարվածությունը կապված ուսումնական որոշակի գործընթացների հետ նվազում է ուսումնական տարվա վերջ։ Եվ պահպանվում է մինչև հաջորդ տարվա այդ ուսումնական տարին նոր սկսի։ Եվ պատկերացրեք, որ երեխան կամաց դուրս է գալի այդ տագնապից, որը շատ բնական է, որտեղ պայմանավորված է տնային հանձնարարություններով, այն զբաղվածությամբ, որ մեր երեխաները ունեն։ Իսկ եկեք խոստովանենք, որ մեր երեխաները բացի դպրոցից իհարկե հաճախում են տարբեր կենտրոններ, թե ուսումնական, թե սպորտի, այսինքն սպորտով են զբաղվում, բայց միևնույնն է դա ժամանակ է, որ երեխայից գնում է եւ երեխային շատ քիչ ժամանակ է մնում զբաղվել սեփական ցանկությունները իրականացնելով։ Հաճախ պատահող երևույթ է, երբ ծնողները փորձում են երեխայի ամառային օգտակար հանգստի ամբողջական ծրագիր կազմել, տարբեր հետաքրքիր ամառային դպրոցներ, ընթերցանություն ու շրջագայություններ։ Արդյոք փոքրիկները հենց դրա կարիքն ունեն։ Հիմա գալիս է ամառը, որ երեխան վերջապես մտածում է, որ վերջ լարվածություն չի լինի եւ մենք ծնողներով նորից մի հատ sense հետաքրքիր շարք ենք իր համար պատրաստում զբաղվածության, որը մեր կարծիքով շատ պրոդուկտիվ է, բայց չմոռանանք, որ դա երեխայի ցանկությունների հետ շատ հաճախ
չի բախվում։ Թողնել լիակատար դադարի վիճակում, այս դեպքում էլ համակարգչից հեռախոսից հեռուստացույց հավերժական շղթայում երեխան կարող է կորցնել իրականության զգացումը։ Նախկին բակային խաղերը մեր օրերում արդեն ակտուալ չեն։ Մեր ժամանակակից աշխարհում, գադջետները մի կարևոր տեղ են զբաղեցնում երեխայի կյանքում, բայց դա էլ կարող ենք այնպես անել, որ լինի ավելի պրոդուկտիվ, որ այդ ուսուցումը լինի թեկուզ գադջետների շնորհիվ, այդ նույն ուսումնական ծրագրերը լինեն հետաքրքիր ոդկասթների տեսքով, հետաքրքիր խաղերի, որտեղ երեխան կարա եւ իր ցանկությունը բավարարի, այսինքն գադջետի հետ շփվելու։ Դրա հետ մեկտեղ նա ինչ-որ մի բան սովորի։ Ստացվում է երեխան պետք է հանգստանա ըստ սեփական նախասիրությունների, բայց պարտադիր ծնողի վերահսկողությամբ։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուշ։